Հիմա ճիշտ է, բուն բազմացումը չի սկսել, բայց արդեն այդ հասունացած ձկնկիթով ձկները արդեն ոնց որ կուտակումներ են ստեղծում, որ հետագայում գնան բազմացման։ Հիմա դա նույն ձուկն է, որը որ պետք է վաղը բազմանա, մի ամիս հետո կամ ամիս ու կես հետո բազմանա, թողի այդ ձկնկիթը, այսինքն մենք էլի որսում ենք այդ բազմացող վտարը։ Հիմա տեսնում եք, սա շուկաներում ձկնկիթը այդպես ամաններով վաճառում են, մի ժամանակ ինչ որ այդպես հսկողություն սահմանվեց, որ ձկնկիթ չի կարելի վաճառել, բայց հիմա էլի ոնց որ փակում են աչքերը, մինչև այդ ասած բուն արգելքը չսկսի։ Բայց իրականում արդեն այդ զվադրող վտարը սկսում է որսվել։ Հիմա մեր քաղաքացիները ինչու չունեն այդ գիտակցությունը, որ չի կարելի որսալ, մի քիչ էլ կարելի է մեկ ամիս գումար չաշխատել օրինակ։ Դա շատ դժվար հարց է, որտեղ եթե հարցը գալիս է ինչ-որ գումարային, այդ գիտակցությունը միան է դրվում հիմնականում։ Նո բացի դրանից, մենք ինչ-որ առաջարկներ արել ենք, որ այս ձկնորսության համակարգը պետք է փոխվի։ Սենց սխալ է, որտեղ այդ մարդկանց ձկնորսներին էլ կարելի է հասկանալ, որովհետև իրանք էլ են ընտանիքներ պահում, եւ եթե օրինակ իրանք 1-2 ամիս եկամուտ չունեն, դա նշանակում է, որ իրանց երեխաները պետք է ինչ-որ տենց սոված մնան, նո կոպիտ ասած։ Բայց դրա համար պետք է երևի թե անցնվի պետությունը վերցնի իր ձեռքը տենց ստեղծվի որոշ կոոպերատիվներ կամ արտելներ, չգիտեմ, դե մենք առաջարկը մանրամասն գրել ենք, բայց իմաստը նա է, որ այդ ձկնորսները ոնց որ պետությունը, ոչ թե պետությունը, այլ որոշ կազմակերպություններ մեծ գնեն ձկնորսից եւ նույնիսկ այն ժամանակա եւ ձկնորսները կամ ստանան աշխատավարձ։ Այսինքն անկախ նրանից, հիմա օրինակ այս արգելման սեզոնը իրանք որսում են, թե չէ, նրանք աշխատավարձը ստանան իրանց։ Այդ ժամանակ իրանք պարզա չեն մտնի այդ արգելման վտանգելով իրանց, չգիտեմ, կյանքը նույնիսկ, որտեղ շատ դեպքերում գիտեք այդ ձմեռվա ամիսներին շատ դեպքեր են պատահում, երբ որ խորտակման ձկնորսների հետ եւ այլն։